դարձաք։ Բայց չէր խոսում։ Ուղղակի Բան Բաբայան, ինչ սպասելիքներ ունեք այս ընտրություններից, դուք ինչպես արտասան հայրենի կուսակցության ներկայացուցիչ կարգավորությունը, ինչ սպասելիքներ ունեք։ Լուրջ։ Դե իրենց Շատ գրասենյակից եք դուրս գալի հայտարարել եք, Գրասենյակից է դուրս գամ հետո։ սպասելիքներն եք անում։ Ոչ մի սպասելի կարծիքները կանեն, կաշուն կտեսնենք։ Բայց դուք Խաչիկ Մանուկյանին եք, չէ՞, աջակցում, հետո շրջել եք ընդհանուր ինչ տպավորություն ունեք, այստեղ ընդդիմությունը կհաղթի, թե ԿՊ-ն ամեն դեպքում։ Ես գտնում եմ, որ ժողովուրդն է հաղթելու։ Բայց մենք տեսնում ենք, որ այսօր Հայաստանում մի քիչ վտանգավոր է դարձել ընդդիմադիր համայնքապետ լինելը։ Գործեր են հարուցում, տարբեր միջադեպերով այսպես փորձում են իշխանություն վերցնել։ Հիմա եթե ենթադրենք ընդդիմադիր տեխնացուն տղվի, ո՞նց են իրենք պահելու իշխանությունը։ Ինչ երաշխիքով։ Դուք գտաք երաշխիքը։ Իսկ գուցե դուք Ես չեմ կարող տանից իշխանություն չունեմ։ Դուք 4-րդ իշխանությունն եք, դու երաշխավորեք։ Պարոն Բաբան, իսկ եկեղեցու հետ կապված մանավանդ վաղար շաբաթի ընտրությունները, դուք ինչ եք կարծում, ինչ ընթացք կստանա այսպիսի հարցակումների ֆոնին եկեղեցին։ եկեղեցու։